Երեկուշի երեկոյան տեղի է ունեցել Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը։ 2 ժամ տևած զրույցի օրակարգում Ուկրաինայի շուրջ իրավիճակն ու ռուս-ամերիկյան հարաբերություններն են եղել։ Սա առաջնորդների արդեն երկրորդ հեռախոսազրույցն է Սպիտակ տուն ԱՄՆ ներկայիս նախագահի վերադարձից հետո։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել աշխատելու ամերիկացի գործընկերների հետ 30-օրյա զինադադար հաստատելու։ ԱՄՆ նախագահի նախաձեռնության մասով ռուսական կողմը նախանշել է մի շարք կարևոր կետեր։ Կապված շփման գծի ողջ երկայնքով հնարավոր հրադադարի արդյունավետ վերահսկողության ապահովման, Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան դադարեցնելու անհրաժեշտության և ուկրաինական զինուժի վերազինման հետ։ Կրեմլի հաղորդագրության համաձայն ռուսական կողմը մեղադրել է Կիևին բանակցելու անկարողության, ձեռքբերված պայմանավորվածությունները խախտելու և Կուրսկի շրջանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Պուտինը նաև հայտնել է մարտի 19-ին Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին 175-175-ի դիմաց սկզբունքով։ Մեկնաբանելով Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի արդյունքները, Զելենսկին աջակցություն է հայտնել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու գաղափարին։ Պայմանը դրա փոխադարձ լինելն է։ Անդրադառնալով Կիևին ռազմական աջակցությունը դադարեցնելու Պուտինի պահանջին էլ կարծիք հայտնել։ Պուտինը հասկացել է, որ ԱՄՆ-ն կարող է նման քայլի գնալ, այդ պատճառով էլ դրա մասին խոսել է Թրամփի հետ։ Զելենսկին այսօր հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ։ Կարծում եմ, մենք նրա հետ մանրազնին կքննարկենք հետագա քայլերը։ Գուցե նրանից կլսեմ Պուտինի հետ իր զրույցի մանրամասները, ասել է Զելենսկին։